Ողջույն։ Վերջի վիդեոն, որ տեղադրել էի Facebook-ում ձյան մաքրման աշխատանքների հետ կապված, ես տեսա, որ 60,000-ից ավելի դիտում կա, դրա համար որոշեցի այդ բնույթի տեսաժապավենները շարունակել։ Երկարատև տարիների ընթացքում ոչ միայն ես, այլև շատ շատերը դիմել են, ես չգիտեմ, ինտերնետով, գրառումներով, Facebook-ով, տարբեր տեսակի թվիթներով Հայաստանի իշխանություններին եւ խորհուրդ են տվել մի հասարակ բան։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Այսօր ես նորից նույն բանը կրկնում եմ մեր Հայաստանի Հանրապետության իշխանություններին։ Հեծանիվ հորինելու կարիք չկա։ Պետք է նայել աշխարհի փորձը, աշխարհում ինչը ոնց որ կիրառում են, նմանապես նույն ձևով պետք է նմանակել եւ տեղադրել, օգտագործել Հայաստանում։ Բայց այսօր մի հատ ուրիշ տգեղ երևույթի մասին եմ ուզում խոսեմ, որը նորից նմանակված է Ռուսաստանից, սովետական կարգերից, ես չգիտեմ ուզբեկներից, ղազախներից, բանից եւ նույն ձևի կրկնվում է։ Վերջերս, գիտեք, ինչպես միշտ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ուրեմն մեկնում է գյուղական շրջանները եւ դպրոցների ուրեմն վերանորոգման աշխատանքներն է ստուգում, կախիչ ստուգող է դարձել, ցնցուկ ստուգող է դարձել։ Այ ամենաառաջինը այս երևույթը։ Սա սովետական տարիներից, այսօրվա Ռուսաստանից եկած մի, ոնց ասեմ, տգեղ գեղցի բան է, այս մարդկանց ինքը օրը 10 անգամ տեսնում է, հետները խոսում է։ Բերել են ձևականորեն ցուրտ եղանակա։ Սենց զորքի պես շարել են, ինչ որ բանն է, մարզպետն է, դպրոցի տնօրենն է, ես չգիտեմ, ժողկրթության բաժնի վարիչն է, ձևական, էլի, էսի սա ձև է։ Այ Հայաստանը, Հայաստանի իշխանությունները, վարչապետը, բյուրոկրատիան, չինովնիկները, այս ձևական բաներից պետք է ազատվեն։ Այս կռախմալած վերնաշապիկները փողկապներով, դու պատկերացնում եք, այս սրանց կանայք նախորդ օրը ամբողջ օրը չարչարվել, վայ վաղը գարիկս վարչապետի հետ հանդիպելու ես իշտեղը պետք է շատ մաքուր վերնաշապիկով կռախմալած բան չկա մեջներ, էլի ազատ մի քիչ լիցքաթափված ընկերական աշխատանքային մթնոլորտ, էլի որ նայում ես հələ մի հատ ստեղ նայեք, ուրեմն իհարկե գյուղի հələ մի հատ նայեք, ծիծաղալի չի։ Այս գյուղի ոստիկանապետն է շրջանի, սենց եկել են, այս էլ դպրոցի տնօրենն է այս կինը, երևի անկասկած, ուրեմն գյուղի հիմնական բնակիչները մնացել են ցանկապատից դուրս, բան է, էլի գազանանոցի պես հեռվից են նայում, կրկես է։ Ընտրովի մարդկանց թույլ են տվել, եկել են ներս, եկել են դահլիճ, այս քանին էս չինովնիկներ, հələ մի հատ այս ժողովրդի քանակը նայեք, էլի։ Սա ինչի համար է, եկել է որ մի հատ դպրոցի կախիչն ու ցնցուղները կամ նստարանները կամ ես չգիտեմ, բասկետբոլի շիտը որ ստուգի։ Ձևական, հələ մի հատ նայեք, էլի այս ձևը նայեք։ Ընդհանրապես մի հասարակ բան։ Դպրոցը պատկանում է ԿԳՍՄ նախարարությանը։ ԿԳՍՄ նախարարությունն է պատվիրել կառույցը, ԿԳՍՄ նախարարությունն է շին ուրեմն վարչության կամ շին ընկերության հետ պայմանագիր կնքել, ԿԳՍՄ նախարարությունը պետք է մի հատ ոնց են կոչում, անկախ մի խումբ ստեղծի, մի փոքրիկ հանձնաժողով, մի 5-6 հոգուց, մասնագետներից, ոչ թե sense փոխկապավորներից, 4 վոտանի, 2 վոտանի փոխկապավորներ, այլ մասնագետներ, հմուտ շինարարից, ճարտարապետից, ուրեմն տնտեսվարից, ես չգիտեմ, մանկավարժից կազմված հանձնաժողով, նրանք պետք է գան, ստուգեն դպրոցի կատարած աշխատանքի որակը, համապաստախտան փաստաթուղթը ստորագրեն, ընդունեն։ Դեֆեկտներ կան, թերություններ կան, կգնաք կվերացնեք, ձեզ 2 շաբաթ ժամանակ են տալի, մինչև չանեք, ուրեմն շինարարությունը, ուրեմն դպրոցը չենք ընդունի։ Բայց երկրի վարչապետը, դուք պատկերացնում եք Մակրոնը կամ Պուտինը կամ Տրամպը, իհարկե երկրների չափսերը շատ տարբեր են, բայց անգնեն գյուղական շրջաններում կամ տարբեր քաղաքներում գնա դպրոցի կախիչներ։ Սա կապիկություն է, շատ կներեք։ Ես փորձում եմ շատ կորեկտ լինեմ, ոչ մեկին չվիրավորեմ, բայց սա կապիկություն է։ Մանավանդ այդ որ շարել են այդպես այն Պուտինը որ գալի իջնում է ինքնաթիռից Վասկուվի վրա կարմիր գորգը փռում է Նազարբաևի հետ, սկզբից նա իր դելեգացիայի ուրեմն պատվիրակության անդամներն է
ծանոթացնում, հետո նա նրանը չկա այդպիսի բան, ժամանակակից աշխարհում դա վերացած շատ պաշտոնական այցելությունների ժամանակ է, բայց եկել ես գյուղական տեղը, այդ նավարը շարել ես այդպես ձեռքով այդ փողկապավորները, ինչևից անցնենք առաջ։ Այս երեխեքին էս բերում են հələ նայեք, այս երեխեքին մերկ առանց վերարկուի։ Ես զարմանում եմ այս ծնողների վրա, որ համաձայնվել են այս սուրտ եղանակին, իրանց երեխեքին բերել են։ Ժողովուրդ ջան, ձեր երեխեք հո կապիկ չեն վարչապետի դեմը բերում պարաստում եք։ Այս կարմիր լենտ կտրելը կոմունիստներից մնացած ինչ-որ մի հատ հիմար սովորություն է, որ չի ասում։ Մնում էր մի հատ էլ կարմիր բան, գլխաշոր կապեին դպրոցի տնօրենի մի հատ կարմիր գլխաշորելուր է, հետևն է մնացել ԿԳՍՄ նախարարի գլխին մի հատ կարմիր գլխաշորել են, որ առաջ պատգամավոր էր, հետո դարձավ մարզպետ, հիմա էլ Նիկոլի Մամլո խոստակն է, հետևից բլոկնոտը ջրմանա, գալի մի հատ կարմիր գլխաշորել նրան կապեին։ Էս ինչ է։ Էս երեխեն բա որ վաղը թոքերի բորբոքումով հիվանդացավ։ Ո՞վ է պատասխան տալու։ Ինչի համար է պետք է կապիկությունները։ Անցնենք առաջ։ Մի քիչ առաջ տամ, մկրատել չի կդրում, տանջում են երեխեքին։ Դպրոցի ներսում ամեն անգամ բերում են այս երեխեքին սենց ոնց որ սոված զայնով, այս ողորմելի այս խղճուկ հիմնը երգում են, այս հիմնը որ մարդ լսում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ոչ թե ուզում է ապրի, արարի, ստեղծագործի, պայքարի, հաղթի, այս հիմնը որ մարդ լսում է ուզում է մեռնի արդեն։ Ամեն երկրորդ բառը մեռնելն է, տոնայնությունը 100 ազգագրագետներ, երաժշտագետներ ասեցին, որ սխալ տոնայ նոտաներ կա, ինստրումենտալ ներքև հիմնը պետք է բարձրանա, ոգեշնչող լինի։ Ծնողներին, այս ուրեմն երկող երեխաների ծնողները երևի դալիճում են։ Այս երեխեքին էլ բերել են, սենց երևի մի 5 օր մարզել են, անդադ կրկնել են, երգել են, այսօր արտանից այս երեխեք երևի սոված արդեն 2 ժամ ստեղ կանգնած սպասում են, որ վարչապետը գա, վարչապետի համար երգեն։ Թե վարչալը վիճակը նայեք։ Չգիտեմ, էլի չգիտեմ ինչ ասեմ, շատ սարսափելի տարօրինակ, հələ գնանք մի քիչ առաջ տենանք ուրիշ էլ ինչ են անում, ստեղ ծիծաղալի, որ սկսում է դասարաններով նորից ման գալ, կախիչները ստուգել, ձևական բան։ Հայաստանի Հանրապետության վարչապետը անելիք չունի ընկելա ճաշարանի ափսեն ու բաժակն ստուգում։ Հայաստանի Հանրապետության վարչապետը հլնայի ցնցուղա, հնատել աման տվեք թոլովանը, ամոթ է, խայտարակություն է սա։ Ես շատ չերկարացնեմ, չասեմ, որ այս պահին Ալիևը ինչով է զբաղված, Մակրոնը ինչով է զբաղված, Ուկրաինայի նախագահը ինչ հոգսերով են զբաղված, երկրի անվտանգություն, արտաքին հարաբերություն, ես եմ չգիտեմ, գործընկերների ձեռք բերում, պայմանավորվածություններ վարչապետ անկացած բաներով, սա ԿԳՍՄ նախարարության կողմից կազմված հանձնաժողովի գործն է, որ գնան նայեն, ինձ Երևանում ինչ շատ մի հարազատ մարդ ասեց իշխանությանը մոտ կանգնած, բա փող ա տվել, գնում ստուգում ա, բան չանի, ոնց փող ա տվել, փողը իր գրպանից չի տվել, փողը պետական միջոցներից են տվել, այս կինը կարծեմ Պետրոսի Հայաստանի ամենագլխավոր եւ ամենախելացի լրագրողի կինն է կարծեմ, բա աշխատավարձ է ստանում, թո 4 հոգու ուղարկի գնան այնտեղ ակտը ստորագրեն գան։ Այն կոմունիստերի ժամանակ ոնց էին ասում, են ամենասկզբերում, այդ ստորագրողն էլ գլխով է պատասխան տալու, եթե հանգարց կաշառք կվերցնի փչացած սենյակին կամ դեֆեկտավոր չաշխատող բանին ստորագրի, որ լավ է աշխատում, գլխով պատասխան է տալի, որ կդատվի, եթե էդ է, աշխարհում այդպես է։ Ինչ վարչապետը բանի դպրոցի տնօրենին խեղճկինը գնացել է երևի այսօր եկել է հատուկ դրա համար Երևան է եկել հասե մարզերը Մազահարդարի մոտ է գնացել կամ գնացել գյուղի ամենալավ իրանց Մազահարդարի գտել են որ վարչապետն է գալու բան էլի ձևական բաները շատ է շատ ձևական բաները հիմա այստեղ դուրս է եկել ուրեմն արդեն գնաց դարպասից դուրս որտեղ արդեն գյուղի բնակիչներն են կանգնած հետո ես զարմանում եմ այս մարդկանց էլի այսքան բողոքում են այսքան դժգոհում են կամ սրանք իսկապես Ժոկովի ոնց որ Պուտինի դերասանները լինեն լնայք հիմնական մասան այնտեղ է սա ընտրովիներն են էլի ով որ վարչապետից գոհ է թողել են գան ներս ինքը արդեն դուրս եկավ դուրսը բայց էլի զարմանում եմ էլի այս մարդիկ իրաց կյանքից շատ դժգոհ են
Խեն հիմա կեղծավորություն անում, խոնարհվում, ձեր սեղմում, վարչապետ ջան, շատ լավ է, շատ շնորհակալ ենք, մի հատ էլ են դպրոցի աշխատանքից խոսեք, երկրի անվտանգությունից խոսեք, երկրի, չգիտեմ, գերիների վերադարձից խոսեք, ուրիշ դուք հոգ չունեք, հլստեն այս թուրքական բաները հակած, սաղ գոհ են, սաղ երջանիկ են, սաղ բողոքում են, բայց սաղ երջանիկ են, ձևական, սա ձևական բաներ է, պետք է դուրս գալ այս ձևական ապրելաոճից, ձևական աշխատաոճից, դառնալ ավելի հասարակ, ավելի մատչելի եւ ինչ ասեմ, դա հաճ է, էլի նայում ես այդ սա էր ասածս, խորհուրդ եմ տալի, հուսամ չգիտեմ, վարչապետը չի լսի, բայց կառավարության անդամներ գուցե լսեն նայեն, չեն հետաքրքիր գիտեք մեկ էլ որն է, որ ասենք եղել է բարեկամ ունեմ, մոտիկ ընկեր ունեմ իշխանության մեջ կամ մոտ կանգնած, ասում եմ ինչու էս բանը սեն անում, այս բանը սեն անում, ախր նայի Եվրոպայում սենց է, Ստրասբուրգում սենց է, Բրյուսելում սենց է, Փարիզում սենց է, ասում է Արմեն ջան, սա աշխարհը սա օրը գնում ման են գալիս, տեսնում են, թե թողան անեն։ Հիմա սրանցն է։ Սա աշխարհը գնում տեսնում են, ոնց է արտասահմանում։ Ինչու չեն վերցնում կրկնակում, տեղադրում Հայաստանում։ Ասում է ձեռ չի տալիս, սենց փող են աշխատում։ Փոփոխություն անել պետք չի, չեն ուզում։ Արտասահմանից խելոք հայի հրավիրեն, գա այնտեղ աշխատի, չեն ուզում։ Իրանք լինեն, որ այդ փողը իրանք աշխատեն, ավելի շատ աշխատեն։ Այս է բանը։ Ու երբեք այս երկիրը չի ուղվի, չի լավանա, կամ շատ դանդաղ դա կտևի, դարեր կտևի, հələ էլ հարց այդքան կդիմակայենք, թե չէ։ Միջև մենք սովորենք լինել ժամանակակից, խելացել, որ Նիկոլ եկել էր առաջի օրերը սրտից խոսում էր, գլխների մեջ պետք է հեղափոխություն լինի, բա քո այս գլխի մեջ հեղափոխություն չի լինում։ Հակառակ ուղղությամբ է լինում։ Ամենայն դեպս չեմ ուզում շատ խորացնեմ, այս հարցի ուրեմն քննարկումը սա էր ասածս, որ ձևական բաներ շատ